տեղափոխվելուց հետո ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Մենք ամենայն դեպս կադրերում տեսանք, թե ինչպիսի ջերմընդունելության արժանացավ Միքայել Սրբազանը։ Առողջականը լավ է Սրբազանի, նորմալ է, արդեն ապաքինվել է բավականին, հիմա գնալու է հիվանդանոց, բժիշկները մի հատ հետազոտություն անեն, նոր կար դատարան։ Մնացածը արդեն պարզ կլինի, երբ որ ինքը կա հետազոտությունից հետո։ Այս Գյումրիում իրավիճակը ինչպիսին է Սրբազանի կարգը։ Լավ էր, հավատավոր ժողովուրդը ուրախացել էր, որ Սրբազանը վերջապես արդեն Գյումրիում է, իր տանն է, գոնե այդ կալանավայրի այդ մթնոլորտից, այդ ծանր վիճակից դուրս է եկել։ Հիմա բնական է ժողովուրդը ուրախ է, բայց շատ տխուր են, որ չեն կարողանում Սրբազանին տեսնել, քանի որ տնային կալանքի մեջ է, մարդիկ չեն տեսնում։ Այսպես մարդիկ կարոտել են Սրբազանին արդեն, իր խոսքը, իր ներկայությունը և շատ ցանկալի է մարդկանց համար, որ Սրբազանը վերջապես ազատվի, այսինքն այս տնային կալանքի սահմանափակումն է վերացվի, որպեսզի իրենց հոգևոր խնամքը ստանան։ Եվ մի բանը պետք է շատ հստակ պատկերացնենք, որ Սրբազանը հոգևոր խնամք է տանում և իրեն կալանքի մեջ պահելով ժողովրդին զրկում ենք հոգևոր խնամքից։ Այդ նույնն է, ոնց որ օրինակ բժշկին ենթադրենք վիրաբույժին տանեն ինչ-որ մի սդից բանի համար կալանքի և հարյուրավոր մարդիկ ում կյանքը փրկելու էր, ինքը չկարողանա փրկել։ Դրա համար սա անընդունելի է իրականում հոգևորականներին կալանավորել կամ սահմանափակել, սա միայն կարող եմ ասել, որ չարի սատանայի գործ է և միայն սատանան կարող է այսպիսի քայլերի գնալ, մանավանդ, որ ինչ-որ բոլորս է տեսնում ենք, որ ինչ-որ էական և կարևոր իմաստ չկա իրենց կալանավորման մեջ, բացի քաղաքականից, բացի այն բանից, որ իրենք վերանդրվեն նորից իրենց, այսպես ասած, չեմ էլ ուզում կուսակցություն ասել, չգիտեմ ինչ խմբակ են ինչ են, զուտ իրենց խմբակային շահերի համար իրենք պատրաստ են զոհել հոգևոր շահերը, ժողովրդի հոգևոր խնամքը։ Բայց իշխանության ներկայացուցիչը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը գլխավորում է պատերազմի կուսակցությունը եւ ըստ էության նրանք, ովքեր ամենայն հայոց կաթողիկոսի կողքին են, իրենք եւս հանդիսանում են պատերազմի հրձիկ, սադրիչներ այն մասով, որ պատարակների ժամանակ օրինակ հիշում են, հիշատակում են, հնչեցնում են Արցախի եւ արցախահայության անունը։ Դե իրանք ենքան ողորմելի են, որ իրենց ներկայությամբ ցանկացած բանական խոսք վախենալու է, այսպես ասած, որովհետև երբ որ մենք չունենք քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչներ, ստիպված արդեն ժողովուրդը պետք է իրենց կարծիքը արտահայտեն։ Մի փոքր էնկոմ կանեք, հիմա ձեզ։ Անձել նկարեք, է։ Ձեզ էլ կնկարեմ։ Այդ պրտեք հետո իմ հետ։ Հա, անպայման։ Չմոռանաս։ Չէ, հիմա միայն թողեք Հիմա ծխեմ հետո։ Անպայման։ Հա։ Այն, որ ասում է պատերազմի կուսակցություն, պատերազմ հրահրող, այդ իրականում գալիս է իրենց թուլությունից, քաղաքականությամբ չեն զբաղվում։ Իրենք մեղադրում են մեզ քաղաքականությամբ զբաղվելու մեջ, բայց մենք ընդհանրապես որ ցանկություն ունենք, ոչ էլ որևէ շահագրգռվածություն ունենք իրենց նման քաղաքականությամբ զբաղվելու, ցավոք սրտի իրենք չեն զբաղվում եւ իրենց չզբաղվելու պատճառով է, որ այսօր հոգևորականներն իրենց խոսքն են ասում երկրի իրավիճակի մասին եւ իրենց դուրը չի գալիս, որովհետեւ ճշմարտությունն է, իսկ ճշմարտությունը իրենց ռուսիա ասածի նման կոլիտ կլազա, չէ։ Հիմա իրենք գիտեք ինչ են նման է ինչ որ մի հատ ընտանիքի պատկերացրեք, որ ընտանիքի հայրը հարբեցող, անպատասխանատու մի մարդ է եւ հարևանը տիրել է ընտանիքին պատկանող բնակելի մագերեսին, օրինակ սենյակներից երկուսին։
Հիմա ինքը գալիս է տուն, փոխանակ այդ հարևանին դուրս հանի այդ սենյակներից, ինքը ասում է երեխեքի վրա է ճվում, կնոջ վրա է ճվում, ասում է չփորձվեք հանկարծ այս հարևան Մահմեդին օրինակ ասեք, որ այս սենյակը մերն է, թող մենք մտնենք, որովհետև ինքը կգա ինձ կծեծի։ Եթե դու այդքան ողորմելի ես, որ դու չես կարող պաշտպանել հայ ժողովրդի շահը քաղաքական դաշտում, թող գնա, թող մարդիկ կան, որոնք կարողանան պաշտպանել։ Սա է խնդիրը։ Վեհապար Հայրապետը բարձրացնում է հարցը Արցախի ժողովրդի, բնիկ ժողովրդի, որ 5000 տարի անսասան ապրել է այդ տարածքներում, երբեք գաղթած չի եղել։ Այդ հարցն է բարձրացնում։ Այդ դու եթե ամոթ ունենայիր, հասկանում ես, դու գլուխը կախ պետք է ֆռար այդ մարդը, եթե ինքը ամոթ ունենա, մի մանանեխի հադիգի չափ եթե ամոթ ունենար, ինքը ընդհանրապես Հայաստանը կլկեր իր փոքրիկ խմբակի հետ միասին։ Իսկ ինքը այսօր լինելով պատճառը այս ողբերգությունների մի հատ էլ կարող է ելնել ու այն մարդկանց, ովքեր որ ազգային շահից են խոսում, անվանել, չգիտեմ, տերորիստներ կամ պատերազմի կուսակցություն, սա պարզապես սրի գայություն է, ուրիշ որևէ բան չեմ կարող ասել։ Թուլություն, թույլ խղճուկ անձնավորություններ, որոնք չգիտեմ ում ձեռքով եկել են իշխանության մեր երկրում, իրականում իրենք ոչ մի կերպ չեն կարող իրենց ուժելով իշխանության տալ, անհնար է, իրենք նույնիսկ իրենց այսպես ասած պաձեզդում իշխանության չէին կարակա ու մնաց Հայաստանի Հանրապետություն։ Իրենց դիդավորյալ բերել են իշխանության են դրել, իմանալով իրենց թույլ խղճուկ անձնավորություն լինելը, որ շատ հեշտ է իրենց մանիպուլացնել, շատ հեշտ է իրենց թելադրել ինչ է պետք անել եւ այսպես որպես գործիք ծառայում են մեր թշնամիների ձեռքին, իսկ մեր թշնամին շատ հստակ տեսնում է, որ եթե ուզում է մեր երկիրը քանդել, կազմաքանդել, առաջինը պետք է խփի եկեղեցին։ Դրա համար ես դրանով եմ պայմանավորում այսօրվա իշխանության հակաեկեղեցական քայլերը։ Իսկ ներողություն Միքայել Սրբազանը ինքը անձամբ կարողանում է եկեղեցի այցելել, թե ոչ։ Ոչ, ինքը բացի շպնագելի մագերեսից դուրս ընդհանրապես չի կարող գալ, այլ անձանց հետ շփվել չի կարող, բացի տադարանով սահմանված 4 անձինք։